Նոյանտապանի հյուրն է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, զրուցելու ենք տեսակապով, պարոն Մկրտչյան, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Ես եմ շնորհակալ, բարև ձեզ։ Հարևան Իրանում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ԱՄՆ նախագահը անդրադառնալով տեղի ունեցողին ասել է, եթե նրանք դա անեն, կրակեն ցուցարարների վրա, մենք շատ ուժեղ կհարվածենք, մինչև այժմ մեծ մասամբ չեն արել, այդ ռեժիմը տապալելու ոգևորությունը անհավանական է։ Այսօր արդեն ունենք տեղեկություններ, որ Իրանում անվտանգության ուժերը կրակ են բացել Ֆարդիսում ցուցարարների վրա, նախորդ օրը ցուցարարները իրենց հերթին հրդեհել էին իսլամական քաղաքային խորհրդի շենքը եւ հաղորդվում էր տասնյակ զոհերի մասին։ Ընդհանուր առմամբ ինչ դիտարկում կանեք իրադարձությունների զարգացման, ինչ սցենարներ եք կանխատեսում եւ դրանց հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա։ Նախ եկեք ֆիքսենք, որ բռնապետական համակարգերի ճակատագիրը եւ վերջնարդյունքը գրեթե բոլորի այսպիսի ավարտ է ունենում եւ Միացյալ Նահանգները Թրամփի գլխավորությամբ պետք է սա շեշտեմ, որովհետեւ գիտեք, ես ինքս էլ ժամանակին, երբ որ Թրամփը նախընտրականի շրջանում հայտարարություններ էր անում, հավակնություն ուներ նախագահ ընտրվելու, շատ կասկածամտորեն էի մոտենում Թրամփի քաղաքականությանը եւ վճռականությանը, բայց տեսնում ենք, որ Թրամփը վերցնում է իր ձեռքը Միացյալ Նահանգների համաշխարհային կարգապահի կամ, չգիտեմ, համաշխարհային ոստիկանի դերը եւ փորձում է բռնապետական երկրներում առնվազն ժողովրդի շահերը պաշտպանել։ Իրանը այդ առումով անմասն չի եւ Իրանում աննախադեպ բողոքի ակցիաներ են։ Երեկոյան այլևս Իրանի հետ արտաքին կապն է կարծես թե կտրվել, երկրի ողջ տարածքում ինտերնետի խափանումներ են նկատվում, 80%-ով երկրի տարածքի 80% ամբողջությամբ ինտերնետ կապից զրկված է, հոսանք անջատումներ են այնտեղ տեղի ունենում եւ ժողովուրդը տարերային ձևով դուրս է գալիս փողոց։ Այստեղ հատկանշականը այն է, որ ժողովուրդը դուրս է գալիս փողոց Միացյալ Նահանգներում հաստատված, Միացյալ Նահանգներում 74 թվականից ապրող շահի որդու կոչերը լսելուց հետո, եթե չեմ սխալվում, վերջին հորդորն ու կոչը շահի որդու իրանցիներին իրանական լեզվով, իրաներենով մոտ 87 միլիոն դիտում է հավաքել, այնքան որքան որ Իրանում են ապրում բնակիչներ եւ սա բավականին լուրջ է եւ սրա հետ պետք է հաշվի նստել։ Իրանում ժողովուրդ փողոց դուրս գալուց հայտարարում է, որ սա իրենց վերջին մարտն է, վերջին կռիվն է։ Տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, որ Այաթոլլահ Խոմեյնին արդեն իսկ մտածում է իր իրերը հավաքելու եւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքը լքելու եւ Ռուսաստանի Դաշնությունում ծավալելու մասին։ Առայժմ վաղ է խոսել, թե ինչ հանգուցալուծում կստանա այս ամենը, սակայն ակնհայտ է, որ թե Միացյալ Նահանգներն են այստեղ ներգրավված եւ Իրանի ժողովրդի կողքին Միացյալ Նահանգների իշխանությունները, թե ժողովուրդն է հաստատակամորեն կանգնած եւ իսլամական այդ լուծը թոթափելու ուղղությամբ աշխատանքներ է տանում հենց գետնի վրա, հողի վրա։ Ինչ արդյունքներ կունենանք, կարծում եմ արդյունքները կլինեն ավելի քան ակնառու, Իրանում անպայմանորեն փոփոխություններ կլինեն, Իրանի Իսլամական Հանրապետության նոր այլևս իշխանությունը, նոր ձևավորվող իշխանությունը վստահաբար կլինի պրո-արևմտյան, որը միանշանակ Հայաստանի Հանրապետության համար դրական է եւ Հայաստանի Հանրապետության համար օգուտներ կբերի։ Պարոն Մկրտչյան, դուք ասացիք Թրամփը ստանձնել է համաշխարհային կարգապահի դերը։ Ուզում եմ հասկանալ, այդ դերը ստանձնելով արդյոք մեթոդները ժողովրդավարական են, արդյոք մեթոդները բխում են մարդու իրավունքներից, խաղաղության տրամաբանությունից, այն հայտարարություններից, որոնցով Թրամփը եկավ իշխանության։ Մենք տեսանք, թե Վենեսուելայում ինչ տեղ ունեցավ, արդյոք խնդրահարույց չէր այն, ինչ կատարվեց Վենեսուելայում։ Այսինքն մեթոդները շատ լավ, ինքը ստանձնել է համաշխարհային կարգապահի դերը, բայց արդյոք նա գործում է ժողովրդավարության տրամաբանության ներքո։ Ժողովրդավարության տրամաբանության ներքո գործիքակազմի համապատասխան լինել կամ չլինելու մասով իհարկե այստեղ միանշանակ չէ իմ տեսակետը, իհարկե Թրամփ օգտագործում է բիրտ գործիքակազմ, առանձին դեպքերում ՄԱԿ-ի կանոնադրությանն է ինքը դեմ գնում, բայց գիտեք ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունի։ Երբ որ
միջազգային այս համաշխարհային այս խառնաշփոթի մեջ դիկտատորների կլուբը փորձում է ժողովրդավարությանը դեմ գնալ հակաժողովրդավարական մեթոդներով։ Այ օրինակ Ռուսաստանի Դաշնությունը երբ որ ներխուժում է հարևան Ուկրաինայի տարածք, ինքնիշխան տարածք եւ ներխուժելուց առաջ էլ հայտարարում է, որ ինքը իրականացնելու է այնտեղ դենացիֆիկացիա եւ իր մարիոնետկա իշխանությունը, իր խամաճիկ իշխանությունն է պատրաստվում Ուկրաինայում նշանակել, այդ ժամանակ է խախտվել։ Հիմա Թրամփն ինչ է անում։ Օրինակ, եթե նույն գործողությունը տեղի ունենար օրինակի համար Հայաստանի Հանրապետության դեմ եւ ամերիկյան հատուկ ուժերը Նիկոլ Փաշինյանին առևանգեին կամ մեկ այլ ժողովրդավար ղեկավարի, սա կլիներ անհասկանալի, բայց երբ որ այդ պայքարը տարվում է Մադուրոյի նման նարկո բարոնի կամ մարդասպանի, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահ մարմիններն են արդեն նշում, սա այլ խնդիր է։ Եվ ի վերջո ժողովուրդը, այդտեղ ապրող ժողովուրդը, Վենեսուելայի բնակչությունը կամ այն բռնապետական երկրներում, որտեղ որ Թրամփ սպառնում է գործողություններ իրականացնել, ժողովրդի արձագանքը դուք տեսել եք։ Օրինակ Վենեսուելայում բնակչության մի ստվար զանգված, որը մեծամասնություն է, խորին համոզման կազմում տոգորված էր Թրամփի իրականացրած գործողությամբ, ողջունում էր Թրամփի Բնախմբություններ էին, այո։ մարդիկ սպառում էին, ուրախանում էին Վենեսուելայի փողոցներում եւ նշում էին Մադուրոյի ձերբակալությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Նույն իրավիճակը հիմա ունենք Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Իրանի Իսլամական Հանրապետության բնակիչների, քաղաքացիների հակահերոսը, որը հանդիսանում էր Թրամփը, հիմա կարծես թե հերոսի է վերածվել, որովհետեւ Թրամփը այն լիդերն ու այն առաջնորդն է, որ ասում է, այ այաթոլլա, եթե դու փորձվես կրակել քո սեփական ժողովրդի վրա, Միացյալ Նահանգները գործի կդնի ողջ գործիքակազմը եւ պատասխան հարվածներ կհասցնի թիրախային Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության ուղղությամբ։ Շրջադարձային փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում եւ այո, Միացյալ Նահանգները լինելով աշխարհում միակ, իմ կարծիքով, միակ գերտերությունը, որը ունակ է, որը ունի հնարավորություններ, որի ձեռքի տակ կա գործիքակազմ այս ճանապարհով պաշտպանելու ժողովրդավարությունը, ճիշտ ճանապարհի վրա է եւ այս ճանապարհով պետք է գնա ու այդ ճանապարհով էլ գնում է ամեն ինչ։ Եվ այս համատեքստում ես ուզում եմ նաեւ ուշադրությունից չվրիպի մեր տարածաշրջանը, այօնակ օգոստոսի 8-ի հայտնի համաձայնագիրը կամ այդ հայտնի մեմորանդումը, որ հրապարակվեց եռակողմ Միացյալ Նահանգներ, Հայաստանի Հանրապետություն եւ Ադրբեջան, սա հենց այնպես եղավ։ Արդյոք սա Թրամփի ազդեցությունը Թրամփի 200% դրուքաչափերի բարձրացման սպառնալիքն էր, որ բերեց սրան, թե օրինակ Մադուրոյի ձերբակալումը հստակ ազդակ էր, հստակ մեսիջ էր Ալիևի նման մի բռնապետի օրինակ։ Կամ մեկ այլ բռնապետի, ով պատրաստվում է կամ ով դեմ կգնա Միացյալ Նահանգների շահերին։ Այստեղ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները մեկ գնդակով մի քանի նապաստակ սպանեց, մի քանի նապաստակ էլ հասկացնել տվեց, որ իրենց ճակատագիրը նման է լինելու Մադուրոյի ճակատագրին, եթե չլսեն Միացյալ Նահանգներին, եթե չգնան այն ճանապարհով, որը որ առաջարկում է Միացյալ Նահանգները։ Իսկ հանուն արդարության պետք է ասենք, որ Միացյալ Նահանգները որպես այդպիսի ժողովուրդների համար, բնակչության համար, ապրող քաղաքացիների համար, որոնք ապրել են տարիներ շարունակ դիկտատորների լծի տակ, աղքատության մեջ, Թրամփը առաջարկում է շահեկան պայմաններ, հնարավորությունները, կապուղիները, ճանապարհները գործի դնել, զարգացնել տնտեսությունները հանուն ժողովրդի առաջին հերթին այդտեղ ապրող։ Հետո նոր Միացյալ Նահանգների շահերի իհարկե։ Առանց շահերի այստեղ ոչինչ չի լինում։ Եվ այս համատեքստում Հայաստանի Հանրապետությունը ունի բազմաթիվ խաղաքարտեր իր ձեռքին, օգոստոսի 8-ի համաձայնագրի համատեքստում Իլհամ Ալիևի տարբերվող հայտարարությունները երբեմն Միացյալ Նահանգների Թրամփի աշխատակազմի առաջ դնելու, որովհետև Ալիևը մի օր հայտարարում է, որ Թրամփի ուղի կոչվող այդ ճանապարհը, որը որ պիտի անցնի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկողմ համաձայնության արդյունքում, սա շատ կարևոր է, որովհետև Ադրբեջանը փորձում է անընդհատ մատի եւ մատանու արանքը խցկվել,
Դա ուզում է ծառայեցնի օրինակ Չինաստանի շահերին, ուզում է ծառայեցնի Ռուսաստանի Դաշնության շահերին։ Ինքը այդ համատեքստում է դիտարկում։ Իսկ Թրամփի բոլոր գործողությունները այսօր ինչ որ տեղի են ունենում աշխարհում, հիմնականում ընդդեմ Ռուսաստանի է եւ առաջին հերթին ընդդեմ Չինաստանի է։ Եվ հայկական դիվանագիտությունը այստեղ անելիք ունի ու վստահեցնում եմ, որ Ալիևի նման փոքրիկ բռնապետը շատ լավ գիտակցում է, թե ում հետ ինքը գործ ունի եւ այսպես թե այնպես ինքը գալու է բանակցությունների սեղան։ Հիմա արդեն իսկ Բաքվից հնչում են հայտարարություններ Հաջիևի շուրթերով, որ մենք արդեն իսկ խաղաղության մեջ ենք ապրում, արդեն իսկ խաղաղ է, մենք սկսել ենք առևտուրը, մենք սկսել ենք համագործակցությունը, մենք այլևս պատերազմին վերջ ենք տվել։ Այս տեմպը պետք է պահել, դիվանագիտությունը պետք է աշխատանք տանի, Ալիևի X-երը պետք է Թրամփի վարչակազմի առաջ դրվի, եւ ճնշումը Ադրբեջանի վրա մեծացնելով վերջնական խաղաղության համաձայնագրի հասնենք։ Այն ինչ որ նախաստորագրված է այս պահին, կարծում եմ լավ պարարտ հող նախապատրաստելու արդյունքում Միացյալ Նահանգների ճնշման միջոցով հենց Վաշինգտոնում հնարավոր է այլևս հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման եւ գետնի վրա դրա արտացոլման։ Չնայած պետք է հանուն արդարության ասենք, որ գետնի վրա այդ խաղաղությունն արդեն իսկ որոշ չափով արտացոլվում է, խոսքը նաև ապրանքաշրջանառության մասին է, խոսքը չկրակելու մասին է առաջին հերթին։ Սա պետք է օգտվել իրավիճակից եւ այս ճանապարհով գնալ։ Պարոն Մկրտչյան, Իրանում եւ Վենեսուելայում կատարվողի ֆոնին Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կտրուկ եւ բիրտ գործողությունների բացակայությունը պայմանավորել այն հանգամանքով, որ ներսում չկա հանրային լայն ընդվզում։ Ես կարծում եմ, որ այդպիսի կտրուկ եւ կոշտ գործողությունները Մադուրոյի նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը ներսից պայթեցնելու այդ սցենարը եւ գործողությունը, որը որ հիմա կիրառվում է եւ կարծես թե հաջողության ճանապարհին է, սա մեսիջ է Վլադիմիր Պուտինին, որ դադարացրու պատերազմը, դադարացրու միջազգային բեսպրեդելը, որը որ սկսել է 2012 թվականից դեռևս եւ արի բանակցությունների սեղանի շուրջ։ Ես այն մտքին չեմ, որ ես այդքան ռոմանտիկ չեմ, որ պատկերացնեմ, որ օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները Թրամփի հրամանով հատուկ ուժերը կներխուժեն Կրեմլ եւ Վլադիմիր Պուտինի գլխին սև այսպես պարկ քաշած քաշ կտան եւ կտանեն Միացյալ Նահանգները։ Իհարկե դա կլիներ փայլուն լուծում հանուն արդարության եւ դա իմ ցանկությունը կլիներ եւ շատ շատերի միլիոնավոր քաղաքացիների բնակիչների երկրագնդի վրա ապրող, բայց Միացյալ Նահանգները այստեղ այլ ճանապարհով է գնում, փորձում է հասկացնել այդ ավելի մեծ դիկտատորներին, որ ճանապարհ չունեք, այլընտրանք չունեք։ Միացյալ Նահանգները կարող է լուր տարիներ շարունակ ձեզ հորդորել, կոչ անել, գալ բանակցությունների սեղան, դադարեցնել պատերազմը, դադարեցնել մարդասպանությունը, բայց ինչ որ մի պահի այդ համբերության բաժակը լցվում է ու հիմա Թրամփի համբերության բաժակը լցվել է։ Ու Լատինական Ամերիկայի երկրներին իրեն հպատակեցնելը մեր տարածաշրջանում Թրամփի ուղի ծրագրի գործարկումը Իրանի Իսլամական Հանրապետությունում հեղափոխական տրամադրությունների զարգացումն ու իշխանության փոփոխությունը սրա մասին է։ Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը ի վերջո իր նաև վերջին գործողությունից հետո այդ նավթով բեռնված նավի կալանավորումից երկու նավ է դեպ կալանվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, դրանից հետո Վլադիմիր Պուտինն ու Ռուսաստանի Դաշնության իշխանությունները բավականին մտածելու տեղ ունեն։ Պարոն Մկրտչյան, այս իրադարձությունների ֆոնին Հայաստանի իշխանության նկատմամբ քննադատություն է հնչում, որ կարծես թե անհոգ են, չեն տեսնում ինչ է կատարվում հարևան Իրանում եւ շարունակում են օրակարգային հարց դարձնել եկեղեցու բարենորոգման այդ խնդիրը, կաթողիկոսի հեռացումը, երեկ էլ ինչպես տեսանք, Փաշինյանը հայտարարեց, որ ժամանակին Սերժ Սարգսյանն էլ չէր պատրաստվում հեռանալ, բայց նրան ստիպեցին հեռանալ եւ հիմա էլ կստիպեն, որպեսզի Գարեգին Բ-ն հեռանա։ Դուք ինչ դիտարկումներ կանեք, որքան երկար կարող է այս ամենը շարունակվել, այս բարեփոխումը կամ կաթողիկոսի հեռացումը։ Նախ Գարեգին Բ չի, այլ Կտրիչ Ներսիսյան է եւ կաթողիկոս չի, այլ կաթողիկոսի գահը զավթած մաֆիոս կամ մաֆիոզական հակումներ ունեցող անձնավորություն, սա ֆիքսենք։ Ես իմ զայրույթն ու ըմբոստությունն եմ ուզում արտահայտել, որ պես ամեն ինչը պետք է ստանա հանգուցալուծում
եւ շատ արագ հանգուցալուծում, եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի այն պնդումները, որ պետքա անցնցում, ժամանակի հետ եւ այլն, ես կարող եմ փաթեթավորել նախընտրական, այսպես բանձիկն էլ ժողովրդի լեզվով ասած վրան կապել ու ներկայացնել հանրությանը իբր այդ համատեքստում։ Հակառակ պարագայում կներեք էլի նույն Նիկոլ Փաշինյանը մեզ, ձեզ լրագրողներիդ հայտարարել էր, որ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում ինքը պատրաստվում է հոգևոր հավաք իրականացնել, որը կհանգեցնի Կտրիչ Ներսիսյանի վեհարանից դուրս մղման, եւ դա պատրաստվում է ինքը իրականացնել հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Իսկ ինչու չիրականացվեց։ Իսկ ինչու չգնաց այդ ճանապարհով։ Ես ուզում եմ հիշեցնել նաեւ մեր հայրենակիցներին, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին, որի ժամանակ քաղաքացիական պայմանագրի թեկնածուն տար անգամ չի ասել Կտրիչ Ներսիսյանի մասով։ Իմ ուղիղ մի քանի անգամ հարցին ի պատասխան Կտրիչ Ներսիսյան թե Գարեգին Բ, կաթողիկոս թե կաթողիկոսի գահը զավթած անձնավորություն պատասխան չի տրվել։ Ինչու։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով այդպես ավելի հարմար էր։ Այդպես ավելի շատ լայն զանգվածների համար իրենք կամ ինքը ընկալելի կլիներ։ Իսկ հիմա մեկ այլ հարց։ Նիկոլ Փաշինյանի ձգձգումը Կտրիչ Ներսիսյանի հարցերը լուծելու ինչ նպատակ է հետապնդում։ Ներողություն, ես կարող եմ Կտրիչ Ներսիսյանի վերաբերյալ ասել ամեն ինչ։ Ես, դուք, մյուսները, մարդիկ, ովքեր չունեն լծակներ, ովքեր հանդես չեն գալիս իբրև ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության օրինակ վարչապետ։ Բայց Նիկոլ Փաշինյանը հանդես գալով ի պաշտոն, այլևս վերջին եպիսկոպոսների հետ հանդիպումից հետո այլևս վերջնականորեն ինքը հանդես է գալիս իբրև Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հիշեցնեմ Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փաստաթուղթ է հրապարակել Եզրաս Ներսիսյանի հետ կապված, որ ինքը ԿԳԲ գործակալ է։ Եվ մտահոգություն էր հայտնել կամ կասկածներ էր հայտնել ազգային անվտանգության ծառայությունը իր հայտարարության մեջ, որ ընդհուպ Եզրաս Ներսիսյանը համագործակցում է այլ երկրի հատուկ ծառայությունների հետ մինչև այսօր։ Վարչապետը մի քանի անգամ ազգային ժողովի ամբիոնից է հայտարարել, որ կամ հասկացնել տվել, որ Կտրիչ Ներսիսյանն է, մի ագենտ էլ Կտրիչ Ներսիսյանն է։ Ես էլ կարող եմ այդ ամենի հաջորդել վարչապետին, ասեմ Կտրիչը ագենտ է, Կտրիչը պոռնկության հովանավոր է, ու այսպես շարունակ։ Ես կարող եմ ասել միայն, բայց վարչապետին առընթեր իրավապահ մարմինները ինչի են լուր։ Լավ, այս հարցը ձգձգելու իմաստը ինչու՞ է կայանում, կարելի է հասկանալ։ Կարող եմ ես ենթադրել, որ օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, վերջում նոր հավատացյալ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել իր առաջ 2026 թվականի ընտրություններից առաջ Եվրոմիության դրոշի հետ Կտրիչ Ներսիսյանի մի որևէ մասունք ներկայացնել, մնացած մի մասունք ներկայացնել իբրև հաղթանակի սիմվոլ ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հերթական անգամ մոլորեցնել։ Ես ասել եմ ու շարունակում եմ կրկնել։ Հայ առաքելական եկեղեցին, ինստիտուտը, մեր սրբության սրբոցը, ով կփորձի քաղաքական բախումների կամ քաղաքական այսպես դիվիդենտներ շահելու հարթակի վերածել իմ անձնական թշնամին է։ Իմ կռիվը հոգևոր նորոգման մասին է։ Իմ կռիվը վեհարանը Կտրիչ Ներսիսյանի նման պոռնկության հովանավորից եւ ԿԳԲ ագենտի գործակալի աղբորից ազատելու մասին է։ Եվ ազատել որքան հնարավոր է շուտ։ Նիկոլ Փաշինյանի կռիվը մինչև 2026 թվական այս խնդրը կամ այս process-ը ձգձգելն է կարծես թե։ Հակառակ պարագայում ներողություն օտար երկրի շահերին ծառայող որևէ դուրս պրծուկ եթե այս երկրում կա, իրավապահ մարմինները ականջից թղթով բռնած համապատասխան խուցն ու ծակը պիտի ուղեկցեն։ Ինչի մասին է խոսքը։
Ինչու՞ է խնդիրը։ Կներեք էլի ասում եմ, մեկ այլ բանի վրա ուշադրությունը ձեր հրավիրեմ։ Եպիսկոպոսների հետ Հայաստանի Հանրապետության վարչապետը դնում է ստորագրություն մի բանի տակ, որտեղ ասվում է, որ ԿԳԲ գործակալի աղբորը եկեք ուղարկենք արժանապատիվ հանգստի։ Կոչենք արժանապատիվ հանգստի։ Կարող է պարզվի ես երկրում Ադրբեջանի ու Թուրքիայի գործակալներին էլ պետքա ուղարկեք ինչ որ մի этаպում արժանապատիվ ու հանգիստ հանգստի։ Ինչով է տարբերվում։ Ինչ կապ ունի, որ ինքը Կտրիշ Ներսիսյանն է, կաթողիկոսի գահ զավթած անձնավորություն։ Այդ պետության շահերի դեմ կռիվ տվողը, պետության շահերի դեմ կռվողը արժանապատիվ հանգստի կոչվելու իրավունք ունի։ Պարոն Ոնց որ չի կպնում, ես ոնց որ չեմ կարողանում թելը բերել մյուս թելին կպցնել, եզրերը կպցնել ու հասկանալ տրամաբանությունը որտեղ է։ Ես ակնկալում եմ եւ պահանջում եմ այս պայից սկսած այլևս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանից Հայաստանի Հանրապետությունը մաքրել օտարերկրյա գործակալական ցանցի անդամներից, մաքրել ամենաբիրտ ու կոշտ միջոցներով ու սկսել առաջինը Կտրիշ Ներսիսյանից։ Որովհետև գիտեք Էլիզա ջան, ես ինքս էլ ներողություն, ես ինքս էլ մասնակցել եմ երկու պատարագի վարչապետի կողմից վարչապետի մասնակցությամբ երկու պատարագի։ Մեկը Սուրբ Սարգիս եկեղեցու, մեկը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում, երբ որ այդ հոգևորականները կոչ էին արել մասնակցելու իրենց հետ Կտրիշ Ներսյանին հանգստի կոչելու այդ հավաքին։ Երկուսին էլ մասնակցել եմ հավատով, որ այ շուտով, այ այսօր Կտրիչին տուն ճանապարհելու օրն է։ Բայց երրորդին ես չեմ մասնակցի։ Եթե դա չլինի վերջնականը, ես չեմ պատրաստվում բեմականացված ինչ-որ արարողությունների մասնակցել։ Գիտեք, ժողովուրդը զզվել է։ Ժողովուրդը լավ գիտի Ներսիսյան ընտանիքն ով է, Կտրիչն ով է, իր աղբերներն ովքեր են, Գերդաստանն ովքեր են, վարչապետն ինքն է հայտարարում, որ ունի տվյալներ, որ իրենք ագենտ են։ Ինչի համար այս ամեն ինչը։ Մարդկանց ամենանուրբ լարերի հետ խաղալու իմաստը ո՞րն է։ Այն որ հայ առաքելական եկեղեցին պետք է առողջացվի դրա ու մի բան էլ, հա, թող որևէ մի հոգևորական, սա հատուկ այդ հոգևորականներից ոմանց եմ ասում։ Թող որևէ մի հոգևորական չմտածի, որ այ այս ամեն ինչը հանգուցալուծելուց հետո մենք կունենանք մի այնպիսի վեհապար հայրապետ, որը կունենա սրտի քաղաքական գործիչներ կամ իրենց համար ընկալելի քաղաքական գործիչներ։ Հաջորդ վեհապար հայրապետի համար պետք է հավասար լինի թե բանտում նստած հանցագործը, թե Ռոբերտ Քոչարյանը, թե ես, թե դուք, թե յուրաքանչյուր հայ երկրագնդի վրա ապրող։ Այ իմ կռիվը սրա մասին է։ Թե չէ, գիտեք, իմ խնդիրը բնավ Կտրիշ Ներսիսյանի նավասարդ arczepiskopos Կաճոյանով փոխարինելը չի։ Եթե իրենք խնդիր են դրել այդպիսի չակերտավոր բարենորոգում անեն, դա բարենորոգում չի։ Ու հանուն արդարության եկեք հիշենք, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիների, Նիկոլ Փաշինյան քաղաքացին կամ Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե կուզեք, առավելապես վարչապետը, այն վարչապետն է, որ 2018 թվականին թույլ չի տվել հավատացյալ հայ ժողովրդին Կտրիշ Ներսիսյանի հարցերը գեղական կարգով լուծելու։ Արգելակել է այդ process-ը։ Հիմա արհեստականորեն ձգձգում այդ process-ը մինչև 2026 թվականի ընտրություններ։ Խնդրում, հորդորում, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին Կտրիչ Ներսիսյանի հարցերը անհապաղ եւ հրատապության կարգով լուծելու, որովհետեւ իր ձեռքի տակ գոնե թե կա գործիքակազմ։ Իր ձեռքի տակ իրեն առընթեր կան մարմիններ։ Պարոն բեմականացված ֆարսին կարող են մասնակցել որոշ հոգևորականներ, կարող են այսպես անհագուրդ եւ բուրըն էմոցիաներով մասնակցել իր կողմնակիցներն ու իր կուսակցականները, բայց լայն հանրային շերտերի կողմից սա չի ընկալվում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։
Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա լայն հանրային շերտերի մասին, պարոն Մկրտչյան, միգուցե ձգձգում է, որովհետև չկա հանրային լայն աջակցություն, ուխտիեր տեղի ունեցավ, չէ՞, ի վերջո, այնտեղ ընդդիմադիր շրջանակները տեղադրում էին տվյալներ մասնակիցների մասով, ասում էին, որ կաթողիկոսին պաշտպանողներն ավելի մեծ թիվ էին կազմում, միգուցե հանրային այդ լայն աջակցությունը չկա, դրա համար է նաև ձգձգվում։ Ասել եմ ու շարունակում եմ կրկնել։ Կտրիչ Ներսիսյանին պետք է հեռացնել բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով։ Կտրիչ Ներսիսյանը հայ առաքելական Սուրբ եկեղեցում մետաստազ է։ Ասեմ ավելին, վարչապետն ասում է, այդ մարդը ագենտ է։ Հայաստանի Հանրապետության կենսական շահերի դեմ գործող մարդ է։ Ինչ անենք ներողություն, հարցնենք Հայաստանի Հանրապետությունում քանի մարդ է կողմ, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանի օրինակով Հայաստանի Հանրապետության դեմ գործող մարդիկ ազատության մեջ մնա, սա լուրջ չի։ Եթե քո պետության կենսական շահերի դեմ գնացող մի որևէ դուրս պրծուկ կա, անկախ անուն ազգանունից ու զբաղեցրած կարգավիճակից, դրա հարցերը պետք է լուծել։ Ու շատ կոշտ լուծել։ Շատ լավ։ Ամփոփենք մեր հարցազրույցը, պարոն Մկրտչյան, երեկ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում Հայաստանի քաղաքացին երբ ուզենա կարող է հեղափոխություն իրականացնել եւ չկա մի ուժ, որ կարողանա դա կասեցնել։ Դուք կիսում եք նրա այս պնդումը։ Գիտեք, Եթե իսկապես այդպես է, ինչու մենք չենք տեսնում այդ հեղափոխական տրամադրությունները, թե մարդիկ ժամանակ է պետք, որպեսզի պատրաստվեն եւ Ես մի փոքր ռետորական կպատասխանեմ Փաշինյանին փաշինյանական ոճով։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանը
ծնում, զարգացնում, կերակրում, կաթից սկսած մեծացնում, բուծում է իրեն հարմար ընդդիմադիրներ, Հայաստանի Հանրապետությունում երբեք հեղափոխություն տեղի չի ունենա։ Այդ համատեքստում Ռոբերտ Քոչարյանին կարող եք դիտարկել, այդ համատեքստում Սերժ Սարգսյանին կարող եք դիտարկել, այդ համատեքստում կարող եք մեր նոր ձևավորներին դիտարկել։ Հակառակ բառակայում ես չեմ հասկանում։ Գիտեք, մարդը մի փոքր պետքա մեր ժողովուրդը մի փոքր պետքա վերլուծի էլի։ Տարիներ շարունակ հայտարարում են, որ օրինակ Ազգային ժողովի ինդիմադիր այդ խմբակցությունները ծառայում են օտարի շահերին։ Մարիա Զախարովայի խոսնակներն են, լեզուն են, ոտքի մատն են, չգիտեմ ինչն են, ինչ ասես ասում են։ Հատուկ եմ այդպիսի բնորոշումներ տալի, որտեղ եթե անցնեմ իրանց լեքսիկոնի հայելային կրկնությանը, մեր հաղորդումը հայոյախառն ինչ որ բանի կվերածվի, որը թույլ չեմ տա։ Ու ինչ տարեվերջին ազգային ժողովի մեծարգո նախագահը որոշում է ոչ ավել, ոչ պակաս աղքատության այս մեջ ճիրաններում ապրող հասարակության մեջ ոչ ավել ոչ պակաս 3 միլիոն դրամով պարգևատրել Ռոբերտ Քոչարյանի փոքրիկ որդուն, 3 միլիոնով պարգևատրել Դաշնակցությանը եւ շատ անդամների ընդդիմադիրների։ Հիմա տրամաբանական այդ կապը շղթան որտեղ է խզվում։ Որտեղ է խզվում։ Նույն հաջողությամբ հեղափոխության մասով խոսակ։ Իհարկե Հայաստանի Հանրապետությունում հեղափոխություն, որպես այդպեսին հեղափոխությունը հաջորդ Հայաստանի Հանրապետությունում ես կարծում եմ պետք է լինի առհասարակ ընտրական ճանապարհով, որովհետև մի հատ այսպես լավ եւ լուսավոր կետ, եթե կա, որ կարելի է առանձնացնել եւ ներկայացնել ու վերագրել Փաշինյանին, դա ազատ արդար թափանցիկ ընտրությունների իրականացնում է։ Հաջորդ հեղափոխական լուծումը, իշխանության փոփոխության լուծումը պետք է լինի բացառապես ընտրական ճանապարհով, ես կարծում եմ։ Բայց ընտրական ճանապարհով քաղաքացիական պայմանագիրն ու հենց Նիկոլ Փաշինյանը թույլ չեն տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կողմնորոշվելու։ Իրենք Ռոբերտ Քոչարյանին հրճակում են մարտի 1-ի թիվ 1 մեղավոր, բայց Ռոբերտ Քոչարյանին բաց են թողնում այս հասարակության մեջ, ազատ պատտվում է դեռ մի բան է դառնում է քաղաքական գործոն։ Իրենք Սամվել Կարապետյանին ներկայացնում են դրսից ներմուծված քաղաքական գործիչ եւ շատ ճիշտ են անում։ Այո, ինքը հայկական Բիձինա Իվանիշվիլին է, բայց մյուս ձեռքով աչք են փակում օրինակ Սամվել Կարապետյանի մեր ձևովի հարյուրավոր, եթե ոչ արդեն հազարավոր գրասենյակների բացմանը, մարդկանց աշխատանքի տեղավորելուն, չաշխատանքի տեղավորելուն, բայց վարձատրվելուն, շարունակում են ամենօրյա ռեժիմով օրինակ ազգային ժողովի պատգամավորները պատասխանել Նարեկ Կարապետյանին։ Կներեք, մի հատ հարց ուղղեմ, էլի քիչ եմ քննադատել քաղաքացիական պայմանը։ Այս հատուկ եմ այսպես բարձր մտածում, որպեսզի մեր հայրենակիցները եւս վերլուծեն ու տրամաբանական այդ շղթան գտնեն։ Օրինակ ես կամ իմ նման շատ մարդիկ քիչ են քննադատել քաղաքացիական պայմանագրին ու նրա վարած քաղաքականությանը։ Ոչ, բնականաբար ոչ։ Հենց ձեր եթերում բազմիցս։ Իսկ ներողություն, քաղաքացիական պայմանագրում մի կենթանի պատգամավոր չկա շնչող էակ, որ դուրս գա ու պատասխանի ինձ օրինակ։ Ինչի չեն պատասխանում այդ ջանասիրությամբ։ Ինչի են Նարեկ Կարապետյանի փուչիկն այդպես փչում։ Սիրելի հայրենակիցներ, բայց այս հարցը չի հետաքրքրում։ Բայց չի հետաքրքրում օրինակ այդ ոչ Սանտա Կլաուսը ապահովեց Սամվել Կարապետյանի խոզի բդով նոր տարին մանումենտի իր առանձնատանը։ Բայց այս չի հետաքրքրում, այդ ինչի այդպես եղավ։ Բայց այս չի հետաքրքրում Փաշինյանն ինչի է վստահ ասում, որ այս երկրում հեղափոխություն չի լինի, որովհետև Սևի ու Սպիտակի համադրությունը, Սևի ու Սպիտակի հակադրությունը լավագույնս ձեր առաջ փռում է ու դուք դա Չէ, ասում եք կլինի Փաշինյանը, ասում եք կարող է լինել, եթե քաղաքացին ուզենա։ Մի խոսքով կներեք քաղաքացուն մոլորեցնում են, իմ ասածը դա է։ Ներկայացնում են տնտեսական հանցագործ, այ սա տնտեսական հանցագործ։ 3 բրիֆինգի ընթացքում վարչապետն ասում է, որ հեծում տենց ընտանիք չկա, որ այդ ընտանիքից փողություն արած չլինի հեծը։ Սամվել Կարապետյանի կողմից կառավարվող, նրան պատկանող Նարեկ Կարապետյանի կողմից էլ ղեկավարվող հեծը ասում է չկա տենց ընտանիք, որից գողություն արած չլինի։
Բամյատուրի չի պատտվում հարց ուղի իր падգամավորներին։ Այդ գողերին պատասխանելու իմաստը ո՞րն է։ Բայց չի պատտվում իր ձեռքի տակ գործող իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հարցնի, այս գողերը դուրս ինչ են անում։ Բայց չեն առավոտից իրիկուն պատասխանում, ինչ են գործոն դարձնում։ Կարող է Ռուսաստանի Դաշնությունից որոշել են Հայաստանի Հանրապետությունում այս փուլի համար առնվազն ընդդիմություն փոխել եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները այդ ճանապարհով են գնում։ Գուցե, չգիտեմ։ Եվ սրա պատասխանը լավագույնս պիտի տա Հայաստանի Հանրապետության քաղաքացին ու այո, իրենք պիտի համոզվեն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին խորը անասուն չի ոնց որ են մի բերդում նստած ստահակներ ասում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հայ առաքելական եկեղեցու հետևորդը բարի բուն իմաստով հոտի մաս չի։ Շատ լավ հասկանում է իր շուրջ ինչա տեղի ունենում ու չի կարող որևէ մեկը անկախ ազգանունից Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մոլորեցնել։ Ու այդ փամփուշտը, այդ հեղափոխական փամփուշտը պետքա լինի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որտեղ ժողովուրդը պետք է ասի, դուք էլ հանգիստ վերընկեք տեղներդ, դուք էլ հանգիստ վերընկեք տեղներդ, ու տերը ես եմ այս պետությանով, այս երկրի։ Սա է, հակառակ թող մարդիկ մտածեն, ես խնդրում եմ մեր հայրենակիցներին, սիրելի հայրենակիցներին, մտածեք, մի քիչ մտածեք, էլի ասենք, այս գողերը, հանցագործները, ոնց է դուրսն են, Փաշինյանի թիմակիցները ջանասիրությամբ, ամենօրյա ռեժիմով, օրը մի քանի անգամյա ռեժիմով պատասխան, բայց ինչի պետք չեք պատասխանում։ Հիմա հարց եմ ուղղում։ Հապկում կան պետություններ, որ Հայաստանի Հանրապետության շահերի դեմ են պայքարում։ Ես չեմ ասել։ Ձեր ու մեր վարչապետն է ասել։ Բայց ինչի չեք գործում։ Բայց ինչի դուրս չեք գալիս հապկից։ Հիմա մեկ այլ հարց, վարչապետը, մեր ու ձեր վարչապետն է ասել, բան չի, Սինգապուրի վարչապետը չի ասել, մեր ու ձեր վարչապետը, Նիկոլ Փաշինյանն է ասել, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, հենց այս հանգավորմամբ, բայց չի չկա, բայց դուրս եկեք հակադարձեք, բանը, Վահագն Ալեքսանյանը 3 օր անգել է Նարեկ Կարապետյանի հետևից ասում, բանա, եկեք բանավիճենք, լուր չեք ասում, բայց եկեք բանավիճենք, պարոն Ալեքսանյան, եկեք մի թեմա ընտրեք, ես կարող եմ բազմաթիվ թեմաներ առաջարկել, բայց եկեք բանավիճենք, ինչի չեք գալիս, ինչ եք ձեր համար հարմար ընդդիմություն մեծացնում, աճացնում, էփում, ու հետո էլ դուրս գալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ականջներին լոլո կարդում։ Շնորհակալ եմ բուրըն եւ բովանդակալից հարցազրույցի համար, պարոն Մկրտչյան։ Հիշեցնեմ մեզ դիտողներին, որ զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։